Տղամարդը մտածում է, որ չնայած ինքը իր կնոջ ուշադրություն չի դարձնում, ամիսներով իր կնոջ հետ ոչ մի ֆիզիկական մերձեցման մեջ չի գտնվում, բայց իր կինը իրավունք չունի եւ չպետք է դավաճանի կամ այլ տղամարդու կողմ ընդհանրապես նայի, շատ դեպքերում այդ կնոջ համար բացարձակապես միևնույն է, թե իր տղամարդը ում հետ է, ինչ է անում եւ ինչով է զբաղվում։ Դավաճանող տղամարդը այն մարդն է, ով մշտապես ինքնագնահատականը բարձրացնելու կարիք ունի։ Սեռական հարաբերությունների պարագայում երբ ինչ-որ մի բան չի ստացվում, օրինակ, կնոջ աչքերում տղամարդը իրեն ավելի մեղավոր է զգում եւ ավելի վատ իրավիճակում է հայտնվում, քան սիրո պարագայում։ Ինչու եմ ես գնում դավաճանության։ Ինչու՞։ Չկա հստակ պատասխանը։ Պարզվի, որ երկու տղամարդ նույն սիրուին ունեն։ Օրինակ, այդպես դեպքեր եղել են։ Այո։ Բժիշկ, լինում է դավաճանությունը մեկ անգամ։ Գիտեք, հանդիպում են նմանատիպ դեպքեր։ Ողջույն, մենք կարծրատիպերով ապրող եւ մտածող մարդիկ ենք եւ այդ կարծրատիպերից մեկը այն է, որ տղամարդը պետք է դավաճանի, դավաճանում են բոլոր տղամարդիկ եւ դա նորմալ է։ Եվ գիտեք, որն է առավել հետաքրքիր։ Այսպես են մտածում հենց կանայք են հակված նորմալիզացնելու տղամարդու դավաճանությունը։ Եվ հենց այս քարոզով էլ դիմում են իրենց երիտասարդ հարցներին եւ աղջիկներին, ասելով դե տղամարդ է, երբեմն էլ կդավաճանի։ Այսօր այս մասին ենք խոսելու սեքսոլոգ Մնաց Փահլևանյանի հետ, բարև ձեզ։ Ողջույն Ամալիա ջան։ Նորմալ է։ Բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են։ Եկեք այսպես ասեմ ես, ոչ բոլորն են դավաճանում։ Մեր ընթացիկ հաղորդումներից մեկի ժամանակ էլ խոսեցի դրա մասին, որ գուցե անհավանական մի փոքր թվա մեր հայ իրականության մեջ, բայց հանդիպում են տղամարդիկ, ովքեր չեն դավաճանում։ Ամուսնացած են 11 տարի, 18 տարի, 20 տարի, չեն դավաճանել, երբեք իրենց կնոջը չեն դավաճանել, ու այնպես չի, որ վախենում են իրենց կնոջից, դրա համար չեն դավաճանում, կամ վախենում են ինչ-որ բան կորցնելուց, դրա համար չեն դավաճանում։ Ուղղակի մտածելակերպն է տվյալ տղամարդու այդպիսին, որ ամուսնացել եմ, ունեմ կին, սիրում եմ ու չեմ դավաճանելու։ Բայց դա շատ փոքր մաս է կազմում մեր իրականության մեջ, իսկ մեծամասնությունը մասշտաբային առումով կազմեն են տղամարդիկ, ովքեր իսկապես դավաճանում են։ Մոտիվացիաները տարբեր են դավաճանության, բայց երևույթը շատ է տարածված մեր իրականության մեջ։ Սա այն դեպքերից է, որ անկախ նրանից, թե դավաճանողների տոկոսը որքան բարձր կլինի, միևնույն է, սա նորմալ չէ, բայց այնուամենայնիվ ինչն է ստիպում տղամարդկանց, ինչն է դրդում նրանց գնալ այս քայլին դավաճանության, որովհետև նույնիսկ շատ մասնագետներ եւ հոգեբաններ եւ սեքսոլոգներ եւ թերապևտներ ասում են, որ տղամարդուն բնորոշ է սեռական դավաճանությունը, դա նաեւ ֆիզիոլոգիայով է պայմանավորված, արդյոք դա այդպես է։ Ես կարծում եմ ֆիզիոլոգիան այդքան էլ նշանակություն չունի, որտեվ ինչ տարբերություն մարդու ֆիզիոլոգիան կին, տղամարդ ֆիզիոլոգիան, անատոմիան նույն, որոշակի առանձնահատկություն են իհարկե հաշվի առնելով։ Սա գուցե արդարացման ինչ-որ մի միջոց է, ասել տղամարդը դավաճանում է, որտեղ դա ֆիզիոլոգիական ինչ ֆիզիոլոգիական առանձնահատկության մաս։ Այդ նույն բանն է, ոնց որ մարդը իր հայրենիքին դավաճանի, ասենք դե ֆիզիոլոգիական է, նորմալ է, չեն կա։ Դա այդպես չի։ Եվ դավաճանող մարդը նախ սկսենք նրանից, որ այսպես թե այնպես դավաճանել է։ Մի բա կարող է ինչ-որ ինքը մտածի, ասի դե լավ, էլ չեմ դավաճանի, բայց մտքի մեջ մարդու անդադ պտտվում է, գնամ, հետաքրքրվեմ, գտնեմ այդ ինտրիգը, այդ հետաքրքրությունը, այդ պահանջը լինել այս կնոջ կողքին, այն կնոջ մարդու մտքի մեջ դա պտտվում է։ Դա անխուսափելիորեն պտտվում է մարդու ուղեղի մեջ։ Մարդու տեսակ է։ Կարծում եմ այդպես կարելի ասել, մարդու տեսակ, տեսեք օրինակ մարդիկան ստախոս են իրենք։ Իրանք ստում են ամենատարրական բաների մեջ, որ ընդհանրապես ստելու կարիք չկա, որ ընդհանրապես չարժի խաբել դա ենթադրենք, բայց իրենք խաբում են։ Նույնը դավաճանության, որովհետև շատ դեպքերում, օրինակ ես որպես մասնագետ, գուցե հարցը պացիենտին շատ ճիշտ չհնչի, ինչու ես դավաճանում, որտեղ ես ուղղակի պետք է պարզաբանեմ դավաճանում է թե չէ, որ նպատակաուղղված գործողություններ անեմ եւ հետազոտությունների եւ մնացած բան, բայց հենց հարցը դրում անել ինչու ես դավաճանում, այդքան էլ մասնագիտական ճիշտ հարց չի հնչում, բայց ինձ միշտ հետաքրքիր է լինում դա եւ ես փորձում եմ ամեն ձև այդ հարցը պարզաբանել, հավատացեք շատ տղամարդիկ չգիտեն ինչի են դավաճանում։
Ուղղակի չգիտեն ինչ են դավաճանում։ Հունի մեջ են ընկել դավաճանում են ուղղակի, բայց չգիտեն կոնկրետ ինչի համար են դավաճանում։ Իրենք չգիտեն, իսկ մենք փորձենք պարզաբանել։ Փորձենք բարձր։ Ինչն է տղամարդկանց դրդում դավաճանության։ Ինտրիգան, ինքնագնահատականն է բարձրանում այս սիրահետման ընթացքում, որսորդի հոգեբանությունն է արթնանում նոր զոհ, նոր կերպար, որին կարողացան նվաճել, եթե ոչ ֆիզիոլոգիան, ապա միգուցե հիմքերը դավաճանության հոգեբանական են։ Ես կուզենամ մի առանձնահատկության մասին խոսել։ Տղամարդիկ, ովքեր դավաճանում են իրենց կանանց, ես խնդրում եմ, որպեսզի հասարակությունը շատ ագրեսիվ չվերաբերվի, այս ամեն ինչին մտածելով ես բարձրաձայնում եմ շատ մարդկանց ընտանեկան կյանքի գաղտնիքները կամ իրենց սեռական հայը, ոչ, դա ընդհանուր առմամբ եմ երևույթը ներկայացնում, ինչ օրինաչափություն եմ ես նկատում։ 10 տարի ես աշխատում եմ այս ոլորտում, ոնց էլ չլինի, այդ օրինաչափությունը արդեն շատից քչից իմ համար հասանելի է եւ անընդունելի, հասանելի, բայց անընդունելի։ Առաջնահերթ, չգիտես ինչի տղամարդը սիրուհուն է դեռ բերում հետազոտությունների ընթացիկ, հետո կնոջը։ Ինչ եմ ես նկատում։ Հաճախ սիրուհիները իրականում արտակնապես այդքան էլ գեղեցիկ չեն, եթե մենք համեմատենք տվյալ տղամարդու կնոջ հետ։ Կին ավելի խնամված, ավելի գեղեցիկ արտակինով, ավելի զուսպ եւ իր հագուկապի եւ մնացած ամեն ինչի մեջ շատ հաճելի կերպար, սիրու կերպարի մեջ sense նկատելի են այդ վուլգարության էլեմենտները, բայց դա ընդհանրապես չի խանգարում տղամարդը այստեղ հարց առաջում, դիտում ինչու է դա տղամարդու իրական կինը, տան կինը ավելի պարամետրերով շատ ավելի գեղեցիկ է, լավն է եւ մնացած ամեն ինչով, բայց ինքը գնում է սիրուհու մոտ։ Ես նորից եմ ասում, չեմ ուզում որ սա շատ կոպիտ հնչի, բայց առաջնահերթ պարզվում է, որ մեր հայ կանայք շատ խորասուզված լինելով իրենց ընտանեկան հոգսերի մեջ, երբեմն մոռանում են հետևել ամենատարական բաներին, որոնք շատ կարևոր են սեռական հարաբերությունների պարագայում։ Օրինակ տարական հիգիենայի նորմատիվները։ Հիգիենայի նորմատիվները վերաբերում են ամեն ինչից, սկսած կանանց համար շատ անհրաժեշտ արտաքին տեսքից օրինակ մազ ներկելը, չգիտեմ, եղունգների խնամքը եւ այլն, վերջացրած անկողնու հետ կապված հիգիենան, սեռական օրգանների հիգիենան, եւ լինում են դեպքեր, որ տղամարդիկ իսկապես չեն ցանկանում մտնել անկողին եւ ունենալ տվյալ կնոջ հետ հարաբերություն, որտեղ հիգիենայի վիճակը այդքան էլ լավ չի։ Իսկ սիրուհին ինչ անում սիրուհին ամբողջ օրը ազատ է, առավելագույնս կարող է աշխատանքի գնա, ունի ժամանակ հետևելու ամեն ինչին։ Ինքը միշտ հետաքրքիր է բուրում, անուշ է բուրում եւ կարծես տղամարդուն կանչում ու տղամարդը հետաքրքրությամբ եւ սիրով եւ էներգիայով եւ ամեն ինչով լցված գնում է դեպի սիրուհին, որ ունա սեռական հարաբերություններ եւ այնտեղ գտնում է կոմֆորտի զոնա, ինչը չի կարողանում տունը գտնել։ Տղամարդիկ տարիքի հետ ուշադրությունը ավելի եւ ավելի չեն կարողանում կենտրոնացնել, իսկ մենք գիտենք սեռական հարաբերությունների պարագայում շատ կարեւոր է, որպես տղամարդու շեղող գործոն չլինի, այսինքն դռան թակոց, չգիտեմ, ինչ որ այլ շեղող գործոններ։ Իսկ սիրուհու մոտ ամեն ինչ կարծես կոմֆորտ է, տունն առանձնացված է, խանգարող բաներ չկան, ամեն ինչ մաքուր է, սիրուն է, գեղեցիկ է, իսկ տանը ոնց է խառնված է ամեն ինչ, բան, դա շեղում է տղամարդուն։ Հետաքրքիր դիտարկում էր սա, որոշ հատվածներում ինձ համար նորություն։ Բժիշկ, որն է հոգեբանական կողմը դավաճանության ինքնահաստատվելու առումով տղամարդու։ Արդյոք դավաճանող տղամարդը այն մարդն է, ով մշտապես ինքնագնահատականը բարձրացնելու կարիք ունի եւ այսպես նոր հարաբերություններ ձևավորելով ինքն իր գնահատականը բարձրացրած է համարում, քանի որ եւս մեկ կնոջ ուշադրության արժանացավ եւ միակ պատճառը սա է։ Ինչ վերաբերում է ինքնագնահատականին, հետեւյալը կարող եմ ասել, որ սեռական հարաբերությունների պարագայում երբ ինչ-որ մի բան չի ստացվում, օրինակ, կնոջ աչքերում տղամարդը իրեն ավելի մեղավոր է զգում եւ ավելի վատ իրավիճակում է հայտնվում, քան սիրո պարագայում։ Եվ հետո տղամարդու մոտ երբ որ կա արդեն սեռական խնդիր, բնականաբար այդ սեռական խնդիրը ավելի սրված է դառնում, երբ կողքից կան խանգարող այլ հանգամանքներ, որպես տղամարդը կենտրոնանա եւ ավելի լավ ստացվի սեռական հարաբերությունները։ Այսինքն
պարբերաբար կրկնվող ցախողված սեռական հարաբերությունները նվազեցնում են տղամարդու ինքնագնահատականը, այսինքն ինքն իրեն վատ է զգում իր կնոջ մոտ, որ չի կարողանում իրականացնել սեռական հարաբերությունները, իսկ սիրուը պարագայում, քանի որ խանգարող հանգամանքները այդքան էլ շատ չեն, այնտեղ իր մոտ հարաբերությունները կարծես ավելի լավ է ստացվում, ինչը օգնում է, որպեսզի իր ինքնագնահատականը բարձրանա։ Սա եթե ներքուստ հոգեբանական տեսանկյունից հարցը դիտարկենք, իսկ ինչ վերաբերում է հասարակության առումով, ապա այո, տղամարդիկ նստում են իրար հետ, խոսում են եւ կարծես թե մեկը, ով չունի ընկերուհի կամ չունի սիրուհի, ինքը կարծես այսպես առանձնացված լինի բոլորից եւ, չգիտեմ, ոնց որ մի տեսակ տարօրինակ գուցե նայեն ընկերները իրեն, ասեն, «Էսով է», ասենք թե մենք բոլորս ունենք սիրուհի կամ ընկերուհի, ես չեմ ուզում ավելի վատ բառերը ներկայացնեմ, որովհետև շատ հաճախ մենք տեսեք սիրուն գեղեցիկ ներկայացնում ենք սիրուհի, բայց տղամարդիկ իրականում իրենց սիրուհիների մասին մեկ-մեկ այնպիսի բառերով են արտահայտվում, որ մտածում ես, ասում ես, իսկ ուր մնաց վերաբերմունքը հասարակ սովորական մարդկային, եթե տվյալ կնոջ մասին տվյալ տղամարդը այդ ձևով է արտահայտվում, նաև այդ ձևով արտահայտվում է, հավատացեք, իր ընկերների մոտ։ Բայց կարևորը որ արտահայտվելու ձև ունի, տեղ ունի, խոսք ունի ասելու, այդ բոլորը խոսեցին իրենց սիրուհիների մասին, ինքը լուր մնաց, չի լինում։ Սա դրդում է տղամարդուն, ոչ բոլորին վերա նորից եմ կրկնում, որ ինքն էլ փնտրի եւ գտնի սիրուհի, որ երբ որ բոլորով նստեցին խոսեցին, ինքն էլ պատմի իր սիրուհու մասին։ Շատ խնդալու կլինի, եթե վերջում բարձրի, որ երկու տղամարդ նույն սիրուհին ունեն։ Օրինակ, այդպես դեպքեր եղել են։ Իսկապես։ Այո։ Պատահական ընկերական հավաքույթի ժամանակ խոսե, վերջում բարձվել է, որ երկու ընկերով նույն սիրուհին ունեն, իսկ այդ աղջիկը համոզում է, որ դու իմ միակն ես, մի խոսքով։ Լավ է արել, իրենց տեղն է։ Այդ տենց պատահական աշխատանքի վայրում փաստորեն բացահայտում տեղի ունեցավ, որտեղ համընկել էր ժամերը այցելությունների եւ բարձրացավ, որ այդ աղջիկը համ մեկի հետ է գալիս, համ մեկի հետ է գալիս։ Փաստորեն որոշ պարագաներում սիրուհու ներկայությունը տվյալ տղամարդու կյանքում պայմանավորված է բացառապես իր միջավայրում ասելիք ունենալով։ Այո, նորից եմ հարցում, ինչու եք, ես նկատում եմ այն դեպքում, երբ որ մի փոքր մտերմություն կա, բժիշկ պացիենտ փոխհարաբերությունների մեջ, սեռական խնդիրները խառնվել են իրար, չի ստացվում լիարժեք հարցին լուծում տալ, ես միշտ ասում եմ, լավ, ասում եմ, ինչու՞մն է խնդիրը, արի գոնե քո սեռական խնդիրը կարգավորենք, մի ուղղությամբ աշխատենք, որ քո սեռական հարաբերությունները լավ ստացվի քո կնոջ հետ։ Թե չէ կնոջ հետ ուրիշ ձև է ստացվում, սիրու հետ ուրիշ ձև է ստացվում։ Դու ասում ես, իմ խնդիրը բժիշկ կարգավորի, որ համ նրա հետ լավ լինի, համ նրա հետ լավ լինի։ Արի կլինի մենակ կենտրոնանանք քո ընտանիքի եւ կնոջ վրա, փորձենք այդ ու ասում լավ, ինչի համար ես գնում, հա, արի փորձենք կարգավորենք քո ընտանեկան հարցերը։ Ասում եմ շատ դեպքերում տղամարդը ուղղակի պատասխան անմիջական, պարզ, հստակ, ոնց է լինում հարցի պատասխանը, այո, ոչ կամ ինչ որ հստակ ձևակերպում։ Չկա այդ հստակ ձևակերպումը։ Ինչու եմ ես գնում դավաճանության։ Ինչու։ Չկա հստակ պատասխանը։ Բժիշկ ձեր քիչ առաջ պատմած դեպքի առնչությամբ մաչոյի անեկդոտը հիշեցի, իհարկե չեմ պատմի, բայց տղաները հենց այս իրավիճակում են հայտնվել։ Ինչու են նորմալիզացնում սա կանայք։ Տեսեք, դարաշրջանը փոխվել է եւ համեմատական, եթե անցկացնենք մենք 2 տասնյակ, 3 տասնյակ տարիներ առաջ, այսօր ոչ բոլոր կանայք են պատրաստ նորմալիզացնել տղամարդու դավաճանությունը։ Հիմնականում այն կանայք, ովքեր ծնվել, մեծացել եւ դաստիարակվել են այդպիսի միջավայրում, այսպիսի ընտանեկան միջավայրում, նկ աղջիկը ծնվել է այնպիսի ընտանիքում, որտեղ հայրը պարբերաբար դավաճանում էր, մայրը հաներում էր, մինչև վերջներում էր եւ անհասկանալի եւ անվերջանալի ու անորոշ ժամանակով ներում էր, միտեղ գուցե եւ տվյալ աղջկա համար դա դառնում է նորմալ եւ ինքը մեծանալով այդ միջավայրում հետագայում գուցեև իր ենթագիտակցության մեջ ունի այդ գաղափարը, որ եթե մի օր իմ ամուսինը ինձ դավաճանի, ես էլ կներեմ նրան այնպես, ինչպես օրինակ իմ մայրը ներեց հորս։ Եվ շատ բոլորովին վերջերս թարմ դեպքեր հեռավոր տեղից էին եկել պացիենտները, հետաքրքրականը այն էր, որ տվյալ տղամարդը գտնվելով արտագնա աշխատանքի մեջ մեր հարևան երկրներից մեկում կապնվել էր մի կնոջ հետ երկարատև մոտապես 8 ամիս տվյալ տղամարդը գտնվել էր արտագնա աշխատանքի մեջ, կապնվել էր մի կնոջ հետ, հարաբերություններ էր ունեցել եւ այլն բան, հիմա եկել էր Հայաստան, վախենում էր, որ ես կարող է ինչ որ հիվանդություն ունեմ, հանկարծ չտանեմ կնոջս եւ այլն բան, եկավ հետազոտությունները արեցինք, ասում են ոչինչ չկա, մաքուր է,
տարօրինակ է, բայց այդպեսի դեպքեր են լինում, ասում եմ գնա տուն, ամեն ինչ լավ է։ Գնաց կնոջ հետ եկավ։ Մի երկու օրից կնոջ հետ եկավ։ Կինը ասում է բժիշկ ջան, ասում է, տանջվում է, ողջ գիշեր ասում է, մենք չենք կարողանում հարաբերություն ունենալ։ Իմ ամուսինը տանջվում է մեղքի զգացումից, որ ինքը ուրիշ կնոջ հետ ունեցել է հարաբերություններ, չի կարողանում ազատվի, ասում է, ինքը իրան անդադ թվում է ինքը սեռավարակ ունի, ասում եմ, բայց չունի ախր, հարգելիս հետազոտություններն արեցինք, դե ասում է, ես ոչինչ նորմալ եմ վերաբերվում, տղամարդը ասում է 8 ամիս գտնվել է արտագնա աշխատանքի մեջ, բա հո չէր մնալու այդպես օդի մեջ, նորմալ է, բա գնացել է հարաբերություններ է, բան է ունեցել, ինչ որ հիվանդություն է կարող է ձեռք բերել, ոչինչ, որ լիներ էդ էլ կբուժեիք, բժիշկ ջան, ասում է, բայց հիմա ինքը չի կարողանում։ Ես գիտեք, լսում եմ, իմ գուցե բաժանվում եմ երկու մասի այդ պահին, մի մասս որպես մասնագետ հասկանում է, որ տվյալ կինը ամեն ինչ անում է իր տղամարդուն օգնելու համար, թե տղամարդը իսկապես վատ վիճակի մեջ, իսկապես քունը կորցրել է, հանգիստը կորցրել է, հոգեկան հավասարակշռությունը կորցրել է։ Մի մասս հասկանում է այդ կնոջը։ Այդ կինը փորձում է, գիտակցելով հանդերձ ինչքան վատ է իր ամուսնու վիճակը, փորձում է այդ վիճակից դուրս բերել ամուսնուն։ Մյուս կեսս լսում է ու չի հասկանում, թե ինչպես է կինը ասում, որ դե նորմալ է, որ ուրիշ կնոջ հետ է կապնվել։ Բայց երկու տարբեր կարծիքներ ստեղ կարող են լինել։ Տեսեք, հիմա լսողներն էլ եւ նայողներն էլ գուցե բաժանվեն երկու մասի եւ մի մասը այս վերսիային կողմնակից լինի, մյուս մասը է մյուս։ Սովորաբար ինչպիսի կանայք են հանդուրժում դավաճանությունը, ավելին դրանք նորմալիզացնում։ Տեսեք, նախ այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ ընտանիքում ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, որտեվ եթե ընտանիքում ամուսինը եւ կինը իրար հետ շատ փող կապակցված է, սիրով են, շատ լավ ընտանիք է, ամեն ինչ շատ լավ է, դժվար կլինի ընդունել դավաճանության հանգամանքը, նույնիսկ եթե դա ոչ թե իրական դավաճանություն իդեպ, ինչ այսօր շատ տարածված է նեղություն, ոչ թե իրական դավաճանություն, վիրտուալ դավաճանությունը շատ տարածված է մեր իրականության մեջ, այն կանայք, ովքեր այսպես թե այնպես պատրաստ չեն ընդունել, իրենք չեն ընդունում նաև վիրտուալ դավաճանությունը, որտեղ այդպիսի դեպքեր եմ ունեցել, ասում բժիշկ ջան, դե որ գրում է, մի օր դա կդառնա իրականություն, այսինքն տվյալ իր ամուսնու եւ մեկ այլ կնոջ նամակագրությունը տվյալ կինը դիտարկում է արդեն իսկ դավաճանություն։ Էլ ես չեմ խոսում, եթե տվյալ տղամարդու մտքով մի օր անցներ իրականացնել այդ նամակագրությունը, ինչ կլներ։ Շատ բան կնոջից է կախված եւ շատ, այսինքն այն քայքայված, բարոյա լքված ընտանիքներում, որտեղ ամուսին կին ընտանիք մոդել չկա, շատ դեպքերում այդ կնոջ համար բացարձակապես միևնույն է, թե իր տղամարդը ում հետ է, ինչ է անում եւ ինչով է զբաղվում։ Ինչը նույն ձևով չի ընկալում տղամարդը։ Սա շատ վիրավորական է, որովհետև տղամարդը մտածում է, որ չնայած ինքը իր կնոջ ուշադրություն չի դարձնում, ամիսներով իր կնոջ հետ ոչ մի ֆիզիկական մերձեցման մեջ չի գտնվում, բայց իր կինը իրավունք չունի եւ չպետք է դավաճանի կամ այլ տղամարդու կողմ ընդհանրապես նայի, բայց տվյալ կինը նորմալ է վերաբերվում, որ թեկուզ բարոյա լքված ընտանիքում, բայց իր տղամարդը պետք է աճ ու ձախ բոլորի հետ կապերի մեջ լինի։ Բժիշկ, իսկ ձեր անձնական կարծիքը վիրտուալ հարաբերությունները, նամակագրությունները դուք հավանում եք դավաճանություն։ Վտանգավոր են վիրտուալ կապերը։ Բացատրեմ ինչի համար, որովհետև իրական հարաբերությունների մեջ մենք հստակ կարողանում ենք տարբերակել տվյալ մարդու լավ եւ վատ կողմերը եւ ինչ որ մի պահի հասկանում ենք, որ այլևս ժամանակն է դադարեցնել տվյալ մարդու հետ շփումը։ Ինչով է վտանգավոր վիրտուալ կապը։ Վիրտուալ կապի ժամանակ մենք հորինում ենք տվյալ մարդու կերպարը, այսինքն տղամարդը օրինակ գտնվելով վիրտուալ կապի մեջ մեկ այլ կնոջ հետ, սկսում է իր մտքի մեջ, իր երևակայությունների ֆանտազիաների մեջ հորինել այդ կնոջ կերպարը։ Շատ դեպքերում որտեղ ինքը այդ կնոջը չի էլ տեսնում, սկսում է հորինել այդ կնոջ կերպարը, ընդ որում կերպարը դիալականացնելով։ Այդ կերպար հորինելը վերաբերվում է ընդ որում եւ արտաքնապես վարմնական առանձնահատկություններին, եւ բնավորության, եւ մնացած ամեն ինչ, այսինքն համապատասխանեցնում է իր պատկերացումներին եւ սա շատ վտանգավոր է, որովհետեւ հավատացեք, վիրտուալ կապերի ժամանակ ավելի դժվար է խզել այդ ամեն ինչը, քան իրական կապերի ժամանակ։ Իրական կապերի ժամանակ մարդը չի կարող լինել իդեալական, ուզես չուզես մի օր ցույց ես տալու քո թերությունները։ Այո, դա վտանգավոր է եւ այսօր, քանի որ
համացանցը շատ է մտել մեր կյանք։ Կարելի ասել մենք ապրում ենք համացանցով, այսօր համացանցում ինչ է կա, ով ինչ ծառայություն ունի առաջարկում է։ Մեկ նույնիսկ գործնական հանդիպում։ Ամեն ինչ։ Եվ մտնում ես էջերը, տեսնում ես նույնիսկ գնացուցակն են դեռ գրված, որ նախապես դու պատրաստված ես, կարդաս, տենաս, եթե դու պատրաստ չես այդ գներին, չգրես իզուր տեղը տվյալ մարդուն չանհանգստացնես։ Ինչ է, դա գայթակղի չէ հնչում տղամարդու համար, ինքը մտնում հետաքրքրությամբ նայում է գնացուցակ, մերսում է ու տեսնում է հաշվարկում է դեմ ինչի։ Սա բերում է վիրտուալ կապերի ձևավորմանը, ինչ անում տղամարդը, ամբողջ այդ վիրտուալ կապի մեջ է գրում է, ջնջում է, այնքան մինչև կինը մի օր կբռնի գրել ջնջելու պահը ու ինչ կդառնա։ Բժիշկ, վիրտուալ հարաբերությունները, որոնք տևական ժամանակ ընթանում են, էմոցիոնալ կապերը որոշակիորեն ստեղծում, այս վիրտուալ հարաբերությունները անդրադարձ ունենում են ռեալ հարաբերությունների վրա, թե ընտանեկան, թե զույգային։ Իհարկե ունենում են։ Վիրտուալ հարաբերությունների մեջ բոլորը աստղ են։ Վիրտուալ հարաբերությունների մեջ դուք թերարժեքությունով, անինքնավստահ մարդիկ չեք տեսնա։ Այնտեղ բոլորը նույնիսկ վիրտուալ հարաբերությունները կարող են խորանալ այն աստիճան, որ մարդը սկսում է փոխել նույնիսկ իր սայթի վերնագիրը, ավելի ռոմանտիկ չէ, ինչ որ այնպիսի վերնագրեր են մեկ-մեկ ընտրում, ես ինքս էլ եմ բնականաբար բոլորս օգտվում ենք համացանցից, մեկ-մեկ տեսնում ես այնպիսի վերնագրեր իրենց կայքերին դրված, կարդում ես, մտածում ես այդ վերնագրի ինչքանն է իրականություն։ Այսինքն վիրտուալ հարաբերությունների մեջ մարդը այնքան ինքնավստահություն է ձեռք, ինչու է ինքնավստահություն ձեռք բերում, որտեղ ինքը ոչ մի գործողություն ֆիզիկական չի անում, բացի գրելուց եւ ներկայացնելուց, թե ինքը ինչերի է ընդունակ։ Առավել եւս եթե դա տղամարդուն է վերաբերվում, տղամարդը գրում է, որ հանդիպենք, այսպես եմ անելու, այնպես եմ անելու, ու այն կողմից ինքը միշտ համաձայնության նշան է ստանում էկրանից այն կողմ, հա համաձայն եմ, հա, սա բարձրացում է տղամարդու ինքնագնահատականը, մի կողմ դնենք այն հանգամանքը, որ տղամարդը մի պահ կորցնում է այն իրականության եսերը, որ ինքը ինչ որ գրում է, այդքանը չի կարող անել։ Բացի դա, սա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի կնոջ կամ զուգընկերուհու հետ հարաբերությունները տուժեն, այսինքն այլևս անկարողություն առաջանա կամ ցանկությունը կորի։ Ինչի լինում է այդպես, բայց ինչու, պատճառ գիտեք ինչումն է, որովհետև կորում է սովորական առօրյա շփումը, տղամարդ կին փոխ հարաբերությունների մեջ մենք չենք խոսում միայն սեռական հարաբերությունների մասին, բոլորը օրինակ գործից հոգնած տուն են գնում, ով է նստում, գուցե լինեն մարդիկ, բայց քչերը հավատացեք, որ նստում են իրենց կինը ամուսնու կողքին, ամուսինը կնոջ կողքին, ինչ որ մի բան պատմում, թեկուզ դա կլինի գործնական, օրինակ քո գործը կարող է եւ չհետաքրքրի քո կողակցին, բայց դու չես էլ ուզում նույնիսկ պատմել, չես էլ ուզում կիսվես նույնիսկ, չես ուզում մի բաժակ սուրճ խմես ընդհանուր, չես ուզում մի բաժակ ինչ որ գինի խմես, օրինակ ռելաքս լինես, կամ ինչ որ ֆիլմ նայես, հոգնած ես, բայց ժամանակ ունես օրինակ 2.5 ժամ նամակագրություն անել, որտեղ դու ներկայացնում ես, թե դու ինչպիսին ես։ Սուպերմեն ես, դու ինչպիսի գերբնական հնարավորություն ունես հարստության առումով, ունեցվածքի առումով, սեքսի ոլորտում ինչ հնարավորություններ, բայց թափես դա չի համապատասխանում իրականությանը։ Գերտղամարդկանց մասին զրույցը շարունակելուց առաջ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ սեղմել զանգակը մեր հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Ինչպես նաեւ կարող եք մեզ գտնել այլ սոցիալական հարթակներում, դրանք Instagram, TikTok եւ Facebook-ն է։ Բժիշկ, լինում է դավաճանությունը մեկ անգամ։ Գիտեք, հանդիպում են նմանատիպ դեպքեր եւ երբ որ դա ինքնաբերաբար է ստացվում, ինքնահոս է ստացվում, պատահականության սկզբունքով է ստացվում, ալկոհոլի ազդեցության տակ է ստացվում, որ ինչ որ մի բան ստացվում է, բայց հավատացեք, եթե մարդու մեջ չի եղել այդ հակումը եւ միտքը դավաճանելու, երկար ժամանակ տվյալ մարդը տառապում է ինքնամեղադրման խնդրից, որ ինքը չի կարողանում ազատվի, չի կարողանում իրեն ների, թե ինչպես ինքը կարողացավ, տեսեք, մարդիկ կան, իրենք անում են ասում, թե լավ եղավ, անցավ, բայց այն մարդիկ, ովքեր որ իսկապես նախատրամադրվածություն չեն ունեցել, իրենք շարունակում են իրենց մեղադրել եւ շատ հաճախ ես հորդորում եմ, երբ որ ինձ հարցնում են բժիշկ, թե որ ալկոհոլ են խմում, շատ լավ է ամեն ինչ ստացվում, ասում եմ լավ է ստացվում, ամեն ինչ, մնում ուղղակի առավոտ չփոշմանես արածների համար, դա համար միշտ պետք է խորհուրդ տալ
զերծ մնալ ալկոհոլի գերօգտագործումը եւ դրա հետևանքով իրականացված գործողությունները, որոնց համար շատ դեպքերում մարդիկ փոշմանում են առավոտյան, երբ որ արթնանում են։ Պարոն Փահլևանյան, ստացվում է այն տղամարդը, ով դավաճանել է իր կնոջը թեկուզ մեկ անգամ, թեկուզ գինովցած լինելու հանգամանքով պայմանավորված կամ հանգամանքների, այդ ցանկությունն ու միտքը վաղուց ունեցել է, պարզապես այս պահին են դասավորվել հանգամանքները այնպես, որ դիմել այդ քայլին։ Գիտեք, շատ դժվար է իրականում այդ հարցին պատասխանել, որտեղ եթե միտքը եւ տրամադրվածությունը լինեին տվյալ մարդու մեջ, հավատացեք, ինքը չէր սпасի մինչև ալկոհոլի ազդեցություն լիներ կամ այլ ինչ-որ նախատրամադրող իրավիճակ, ինքը դա կաներ առանց դրա։ Ես գիտեք ինչն եմ, ինչ կարևոր հանգամանք եմ ուզում առանձնացնել մեր հասարակության համար, իրականում այն ինչ-որ մենք խոսում ենք, ես որպես մասնագետ ներկայացնում եմ, հավատացեք, դա մեր հայ իրականության տխուր վիճակագրական տվյալների մի փոքրիկ մասն եմ ես ներկայացնում։ Որպես մասնագետ, ով այս ոլորտում աշխատում է արդեն 10 տարի, հավատացեք, մեր հայ ընտանիքներում, բազմաթիվ հայ ընտանիքներում շատ տխուր իրավիճակ է տիրում բարոյական, հոգեբանական, ֆիզիկական եւ ընդհանրապես ամեն ասպեկտներով եւ իմաստներով ընտանիք հասկացության մեջ չկա այդ մոդելը եւ այդ մոդելը գնալով ոչնչանում է եւ գնալով շատ սովորական ու հասարակ են դառնում բաժանությունները։ Դավաճանություններն էլ չնայած իրենց հերթին, բայց բաժանության հանգամանքը դարձել է այսօր մեր հասարակության համար սովորական։ Այլևս ոչ մեկ չի զարմանում, որ իմանում են իրենց հարևանը, բարեկամը բաժանվել է։ Սովորական է, գիտեք, այնքան սովորական է վերաբերում, որ առավոտ արդեն ստենց ձյուն է եկել, չէ՞, արտասով կարող եւ արտասով ռեակցիա տաս, բայց բաժանությանը եւ դա շատ վատ է, գիտեք, շատ վատ է, որովհետեւ այսօրվա դուրսությամբ ստացվում է ամուսնացողների քանակը ավելի քիչ է, քան բաժանվողների։ Ինչով եք դուք սա բացատրում։ Ինչու, որովհետեւ հանդուրժողականությունն է ավելի ցածրացել, հիասթափությունների պատճառներն են ավելի տարածական դարձրել, որովհետեւ այսօր արդեն մարդիկ իրենց ամուսնուն, իրենց ընտանիքն ու հնարավորությունները ավելի այլ ընտանիքների հետ համեմատելու հնարավորություն ավելի շատ ունեն, նույն համացանցերով պայմանավորված, որն է ձեր նշած բաժանությունների թվի աճի բարձրացման պատճառը, որն եք դուք տեսնում։ Գիտեք, կարծում եմ նախ այստեղ հանդուրժողականության հարցն է, որ այլևս կանեք որոշակի չափով բարձրացել է իրենց ինքնագնահատականը եւ իրենք հասկանում են, որ բայց ախր նորմալ չի, որ իրենք անվերջ ներեն, որտեվ իսկապես այդ վերջը կարծես չի երևում այդ ներելու, հա, ու ես ուզում եմ, որպեսզի տղամարդիկ մի շատ կարևոր բան հաշվի առնեն, այն պահից սկսած, որ տղամարդը սկսեց վստահաբար մտածել, որ ինքը այլևս գտել է մի մեթոդ դավաճանության, որի մասին իր կինը չի կարա իմանա, այդ պահից տղամարդը թույլ է տալիս ամենամեծ սխալը։ Գիտեք ինչի համար, որտեվ կինը արդեն անտարբերությամբ է լցված, ինքը էլ չի հետապնդում, ինքը էլ չի ուզում գտնի, փնտրի, ապացույցը գտնի, որ տղամարդը դավաճանում է։ Դրա համար ես ուզում եմ, որպեսզի մեր հայ տղամարդիկ լինեն մի փոքր ավելի զգոն, քանի դեռ ձեր կինը ձեզ հետապնդում է, ուզում է բռնցնի, որ դուք դավաճանում եք, ուրեմն նրա մեջ ինչ-որ մի նշույլ, ինչ-որ մի հույս, ինչ-որ մի բան կա պահպանված, որ ինքը ուզում է պահպանել ընտանիքը։ Այն պահից սկսած, որ ձեզ թվում է, որ դուք գտել եք ելքը, ինչպես դավաճանել, որպես ձեր կինը չիմանա դրա մասին, իմացեք կինը գիտի, ուղղակի էլ այլևս նրան դուք իրեն հետաքրքիր չեք։ Էլ հետաքրքիր չի, դա շատ տխուր բան է։ Այն հանգամանքը, որ եթե կինը իմանա անպայման կամուսնալուծվի եւ չի ների, կարող է սպարշապիկ հանդիսանալ տղավարդուն չդավաճանելու համար։ Չեմ կարծում։ Որովհետև յուրաքանչյուր մարդ մի օր պետք է հասկանա, որ ինքը պետք է լցված լինի ինքնահարգանքի երևույթով։ Եթե յուրաքանչյուր մարդ նորից եմ դա գուցե մի տարի հետո չլինի 10 տարի, մի օր մարդը արթնանում հասկանում է, որ եթե դու ինքդ քեզ չես հարգում, դու ինքդ քեզ չես սիրում եւ դու ինքդ չես կարևորում քո դերն ու նշանակությունը այս աշխարհում եւ հասարակության մեջ, դա ոչ մեկ չի անելու, որտեվ ինքնահարգանքի բացակայությունը նույնն է, որ դու ինքդ քեզ տրորում ես, եթե ինքդ տրորում ես քեզ, ինչու պետք է բոլորը դա չանեն։ Եվ նորմալ է, որ
դավաճանությունը չի ներվում։ Ես այդ ամեն ինչին շատ նորմալ եմ վերաբերվում։ Ես չեմ ուզում, որ այս խոսքը հնչի այնպես, թե հենց գտակ, որ դավաճանում է, վերջ, քանդեք, ամեն ինչ բաժանվեք, չէ, բայց անվերջանալի թվացող ներումները խոսում են մարդու ցածր ինքնագնահատականի մասին։ Դա մտածելու տեղիք պետք է տա այն մարդկանց, ավելի շատ կանանց, երբեմն նաև տղամարդկանց, ովքեր կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են իրենք արդեն ներել։ Դավաճանում են նաև կանայք, ձեր փորձից ելնելով, արդյոք մեծ է դավաճանող կանանց թիվը, եւ արդյոք տղամարդիկ հակված են նույնպես ներել դավաճանությունը, ինչպես եւ կանայք։ Այդ նույն հաճախականությամբ եւ հավանականությամբ չեն ների բնականաբար տղամարդիկ, որովհետեւ մենք այս նույն կետին կգանք կհանգենք, իսկ ինչ կասեն ընկերները։ Տեսեք, տղամարդի գնում է սիրուի է գտնում, որտեղ մտածում է, իսկ ինչ կասեն ընկերներս, եթե իմանան, որ ես չունեմ սիրուհի, տղամարդը չի ներում իր դավաճանող կնոջը մի կողմ, հələ կարևոր ենք այն հանգամանքը, թե գուցե հենց տղամարդն էր մեղավոր, որ կինը դավաճանեց, բայց առաջներդ ինչ է մտածում տղամարդը, վերացնել այդ կնոջը իր կյանքից, բա որ եթե ինքը նստի ընկերների հետ ինչ ձևով է նայելու բոլորի աչքին։ Բոլորի մատով Հիմնական պատճառը սա է։ Իհարկե հիմնական պատճառը դա է։ Իսկ ինչ եք մտածում, որ այդքան հեշտ է դնել ու քանդել ընտանիքը, տարիների պատմությունը։ Այդքան հեշտ չի, բայց տղամարդը չի, կինը կարող է պատկերացնել իր կյանքը դավաճանությունից հետո։ Դե ոչինչ, ընկերուների մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, ում ամուսինը դավաճանել է, իրենք ներել են, ոնց որ իրանք երկուսով իրար կհասկանան, բայց տղամարդը չի կարողանում դա անցալի, ինքը չի անցալի երբեք։ Մեր հասարակության մեջ չի անցալվի տղամարդու կողմից այդ երևույթը, որ իր կինը դավաճանեց, ինքը ներեց, քիչ է մի հատ էլ լուրջ դեմքով իջնել։ Բայց եթե ընկերները չիմանան, հավանաբար կների։ Հա, բայց կիմանան, ոնց էլ չլինի։ Սա այնպիսի թեմա է, որ գիտեք, դա մի տեղից դուրս է գալիս։ Բժիշկ, շատ հաճախ կանանց խրախուսում են, երբեմն նույնիսկ պարտադրում են դավաճանությունը ներել ավագ սերնդի կանայք։ Մայրերս, կեսուժները նորմալիզացնելով սա եւ ասելով մեզ են դավաճանել, դա նորմալ է եւ արդեն այսօր, երբ շատ աղջիկների երիտասարդ կանանց մտածելակերպը փոխված է, շատ ներքուստ խնդիրներ է հարկավոր հաղթահարել այդ ներումը ինքդ քեզանից կորզելու համար եւ այլևս հարաբերությունները նախկինը չեն լինում, թե ես սխալվում եմ։ Չէ, չեք սխալվում, չեն լինի։ Սկսենք վերջից, հարաբերությունները նախկին չեն կարող լինել։ Մոռացանք, մի անգամ եղավ դավաճանություն եւ կոտրվում է մարդու մեջ մի բան կամ շատ բաներ, որոնք վերականգնելուց հետո նախ դա կոտրվում է մի վայրկյանում, վերականգնվում է կամ չի վերականգնում կամ կիսա տարիների ընթացքում։ Չի լինելու նախկին հարաբերություններ։ Չի լինելու նախկին հարաբերություններ ոչ անկողնային հարաբերություններ, ոչ սովորական կենցաղային փոխհարաբերություններ, ոչինչ այլևս նախկինը չի լինելու։ Իսկ ինչ վերաբերում է ավագ սերունդին, այսօր շատ ընտանիքներ առանձին են ապրում արդեն։ Առաջվա իրականությունը մի փոքր չկա, շատ է ընտանիքներով հազվադեպ է։ Այո, եւ մեծահասակները, մայրերը, կեսուրները, տատիները կամ լուրջ դեմքով տունը մնացած հորքուրները այլևս չկան, որ ասեն դե լավ, դե մեզ էլ էին դավաճանում, այնպես են ասում, որ կարծես դա բան է։ Մեծ խրախուսանք է եղել այն ժամանակ կամ պատվոգրեր են երևի բաժանել բաժանության դավաճանության համար, դե լավ, դու ոնց որ թե ներեցիր, ինչ որ մի բան պետք է ավելանա։ Այդ նախադասություն ասած մենք պետք է հասկանանք, երբ որ մարդը ներում է խաբեության համար, դավաճանության համար, վիրավորանքի համար ներում է, դա կոտրում է մարդու մեջ շատ կարևոր կետեր, որոնք հետագայում կարող են պատճառ դառնալ, որ մարդը անընդհատ ինքն իրեն մեղադի, գուցե չպետքա ներեի, գուցե չպետքա ներեի, ամեն անգամ քնելուց, արթնանալուց այդ մարդն այդ հարցը իրեն տալիս է։ Դա շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ կոմպլեքս է առաջացնում մարդու մեջ։ Կա կարծիք, որ դավաճանությունից հետո կարծես թե ամուսինների, զույգերի գիրքը նոր թափ է առնում, նախ շատ տղամարդիկ վստահ են, որ իրենց կնոջը դավաճանելուց հետո ավելի երիտասարդ, ավելի գեղեցիկ միգուցե կնոջ հետ
բարձրացնում է իրենց ռեյտինգը, արդյոք դա այդպես է թե ոչ, եւ արդյոք իսկապես քրիտիկական որոշակի ընտանեկան հարաբերություններում դավաճանությունը կարող է դրական խթանիչ հանդիսանալ գիրք արթնացնելու համար։ Ոնց կարա դա իրական։ Այդ ուղղակի մոդել է, այդ հորինված կեղծ իրականություն է, դա գուցեև ինքնապաշտպանության զենք է, դավաճանեմ, որ մոտս ամեն ինչ ավելի լավ ստացվի։ Դա ընդհանրապես իրականության ու ճշմարտության։ Նախ ֆիզիոլոգիական առումով չի համապատասխանում ճշմարտությանը։ Իդեպ բժիշկ ֆիզիոլոգիայից խոսեցիք, վերջերս հատկապես համացանցերում անընդհատ ինֆորմացիա էր պտտվում, որ այնքան հայք, ովքեր իրենց կյանքի ընթացքում մեկից ավելի պարտնյոր են ունեցել, կնոջ մարմինը այդ բոլոր պարտնյորներին հիշելու հատկություն ունի։ Եվ ինչ անենք։ Ես էլ եմ կարդացել, ես էլ եմ լսել, ինչ անենք։ Դա այդպես է։ Նախ դա ապացուցված փաստ չի, դա այդ ինֆորմացիան ժամանակը դա նորություն չի, դա ժամանակ առ ժամանակ այդ ինֆորմացիան ավելի հին արխիվներում, եթե փորփրեն, գուցե այնտեղ էլ գտնվի, գուցե չէ, հաստատ կգտնեք այդ ինֆորմացիան, բայց դա նախ ես չեմ հասկանում ինչա՞ է այդ ինֆորմացիան պտտվում, որտեղ դա կլինիկական նշանակություն կամ կյանքի համար որևէ նշանակություն չունի ինքը որպես եւ ինչ որ հիշում է։ Հիշում է մի բան, բայց իրականությունը ուրիշ բան է, ավելի լավ է ապրել իրականությամբ, հիշողություններով ով ապրում է, նա չի ապրում, հետ է գնում անընդհատ։ Առաջ չես կարող հիշողություններով առաջընթաց արձանագրել։ Պետք է նայել առաջ, քայլել առաջ եւ փորձել հնարավորինս մնալ իրականության մեջ։ Կնոջ սեռական օրգանների հիշողության հիմնական պատճառաբանությունը այն էր, որ եւս մեկ հանգամանք, թե ինչու կինը չպիտի դավաճանի։ Տղամարդունը չունի հիշողություն, կանանցը ունի։ Գուցե մի օր գա ժամանակ, որ ապացուցվի այդ փաստը, չեմ կարող ասել։ Ամեն դեպս այսօր դա ապացուցված փաստ չի։ Բժիշկ, ամփոփելով մեր զրույցը վերջին հարցս, կարող եմ ամփոփել այսպես, որ տղամարդու դավաճանությունը կամ դավաճանության չներումը պայմանավորված է կարծրատիպերով հասարակական հանրային ճնշմամբ։ Հակառակ դեպքում թե դավաճանությունները եւ թե դավաճանելու ներումները ավելի մեծ չափ կունենային։ Իհարկե, բացարձակապես այնպեսին է, ինչպեսին դուք ներկայացնում եք։ Այնպես եք ներկայացնում, ավելացնելու բան չունենք այստեղ։ Գիտեք, մի հետաքրքիր դեպք էլ հիշեցի իմ կլինիկայից, սա էլ ասեմ հետաքրքրության համար, այսքան տարիների ընթացքում հանդիպել եմ ընդամենը մի զույգի, որտեղ տղամարդը եւ կինը եկել էին կոնսուլտացիայի, տղամարդը ինչի համար էր բերել իր կնոջը, ասում է բժիշկ ջան, ինքը կախվածություն ունի վիրտուալ շփումից։ Տվել աղջիկը մշտապես փնտրում էր եւ գտնում ինչ որ մեկին տղամարդ, որի հետ անդադ նամակագրության մեջ է լինում, նամակագրությունը հասնում էր զանգի եւ այդ զանգով եզրափակվում էր ամեն ինչ, հանդիպում չէր լինում։ Բայց հետաքրքիր է, որ տղամարդը բերել էր իր կնոջը, ասում էր բուժեք։ Ես կարդացել եմ ձեր էջում, տեսել եմ ձեր տեսահոլովակները, որ կախվածությունը վիրտուալ աշխարհից դա խնդիր է եւ դուք ունեք բուժման տարբերակ։ Բայց տեսեք, որ ոչ մեկ չգիտեր դրա մասին, դա խիստ ընտանեկան գաղտնիք էր, բայց տվյալ տղամարդը դեռևս պատրաստակամ էր օգնել իր կնոջը։ Բայց դե սա Եզակի դեպք է։ Եզակի դեպք է, իհարկե։ Եվ նախքան հրաժեշտը մեր հետևորդներին ուզում եմ ասել, որ ոչ թե ես եմ մրսկան, այլ բժիշկն է կոփված։ Որովհետև մենք նկարահանումը անում ենք ծմռանը, դուրսը ձյուն է, իսկ բժիշկի արյունը եռում է։ Իդեպ հետաքրքրական է, որ կլինիկայում աշխատելուց միշտ պացիենտներն են հարցում, վայ բժիշկ չեք մրսում, իրականում ես ունեմ երկարատև շորեր, բայց ես չեմ սիրում հագնել երկարատև շորեր, որտեվ ներքուստ ես միշտ ուզում եմ ընկալել, որ դրսում տաք է, ամառ է եւ բոլորը ժպտում են եւ ուրախ են։ Դուք հոգեբանորեն միշտ ամռան մեջ եք։ Այո։ Շնորհակալություն հրավերությունից։ Շնորհակալություն Ամալիա ջան։ Պահպանեք ձեր ինքնասիրությունը, բարձրացրեք ձեր ինքնագնահատականը, որպեսզի ձեզ չդավաճանեն։ Ձեզ դավաճանում են, որովհետև նկատում են, որ ձեր ինքնագնահատականը ցածր է։ Եթե դուք ձեզ չեք սիրում, ձեզ չեն սիրելու եւ դավաճանելու են։ Իսկ դավաճանությունից հետո ներել թե ոչ դա ձեր որոշումն է։ Բայց իմացեք, եթե դավաճանում են մեկ անգամ, որպես կանոն, այն շարունակական է լինում։ Հանդիպելու ենք նորից առայժմ։